Գոյամարտ սերիալը մտնում է իսկական պայթյունավտանգ փուլ, որտեղ ոչ միայն հարաբերություններն են վտանգված, այլ նաև մարդկային կյանքերը։ Սյուժեն կտրուկ թեքվում է դեպի մութ, լարված և անողոք զարգացումներ, և այս ամենի կենտրոնում կանգնած է Հունանը։ Այն բանից հետո, երբ պարզվում է, որ Ավոն կարողացել է խելացի խաղով տիրանալ Հունանի ունեցվածքին ու բիզնեսներին, իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Հունանն, ով միշտ եղել է ուժի և վերահսկողության խորհրդանիշ, չի կարող հաշտվել այդ կորստի հետ։ Նրա համար սա ոչ միայն ֆինանսական հարված է, այլ նաև հեղինակության, հպարտության և ամբողջ կյանքի աշխատանքի կորուստ։ Եվ հենց այստեղ է նա անում այն քայլը, որն ամբողջությամբ փոխում է խաղի կանոնները։ Հունանն առևանգում է Ռոզիին և Ավոյի դստերը։ Սա արդեն ոչ թե պայքար է, այլ պատերազմ։ Նա անցնում է բոլոր սահմաններն օգտագործելով ամենացավոտ և ամենազգայուն կետը՝ երեխան։ Սա ցույց է տալիս, թե որքան հեռու է պատրաստ գնալ նա իր նպատակներին հասնելու համար։ Այս քայլը մի քանի նպատակ ունի՝ վերադարձնել ունեցվածքը, ստիպել Ավոյին ծնկի գալ և ցույց տալ, որ ինքը դեռ ուժ ունի։ Բայց այս քայլը նաև ամենավտանգավորն է։ Ավոյի համար սա դառնում է անձնական պատերազմ։ Եթե մինչ այս նա խաղում էր սառը հաշվարկով, հիմա ամեն ինչ փոխվում է։ Երբ վտանգի տակ է սեփական երեխան, այլևս ոչ մի կանոն չի գործում։ Ավոն ստիպված է ընտրություն կատարել՝ պահպանել իր ձեռք բերած ամեն ինչը, թե փրկել իր երեխային։ Բայց հաշվի առնելով նրա կերպարը, շատ հավանական է, որ նա ընտրի հեշտ ճանապարհը։ Նա կարող է փորձել խաղալ մինչև վերջ, միաժամանակ փրկելով երեխային և չկորցնելով իր դիրքերը։ Սա սերիալը դարձնում է իսկական մտավոր և հոգեբանական պատերազմ։ Ռոզիի կերպարը նույնպես հայտնվում է ծանր վիճակում։ Նա ոչ միայն վտանգի մեջ է, այլ նաև հասկանում է, թե ինչ խաղի մեջ է հայտնվել։ Նրա վախը, անհանգստությունը և երեխայի համար ապրած սարսափը դառնում են այդ գծի ամենահուզիչ հատվածներից մեկը։ Երեխայի ներկայությունն այս ամենում ամենացավոտ կետն է։ Դա բարձրացնում է լարվածությունը մի քանի անգամ, որովհետև արդեն խոսքը ոչ թե մեծահասակների սխալների, այլ անմեղ կյանքի մասին է։ Իննան այստեղ կարող է դառնալ առանցքային կերպար։ Նա, ով արդեն մեկ անգամ փրկել է Էռնային, հիմա կարող է փորձել կանխել ավելի մեծ ողբերգություն։ Բայց նրա դիրքը բարդ է՝ մի կողմից իր ամուսինն է, մյուս կողմից՝ արդարությունը։ Էռնայի համար սա դառնում է վերջնական արթնացում։ Նա տեսնում է, թե ինչի է ընդունակ Հունանը և հասկանում, որ այլևս չի կարող պաշտպանել կամ արդարացնել նրան։ Այս ամբողջ զարգացումը գոյամարտը տեղափոխում է նոր մակարդակ, որտեղ խաղադրույքները բարձր են, սխալները չեն ներվում և յուրաքանչյուր քայլ կարող է ունենալ անդառնալի հետևանքներ։ Առաջիկա սերիաները խոստանում են պատասխանել ամենակարևոր հարցերին՝ կկարողանա Ավոն փրկել իր երեխային, կվերադարձնի ունեցվածքը, թե կգտնի այլ ելք, ինչ ճակատագիր է սպասվում Ռոզիին, կկարողանա արդյոք Իննան կանգնեցնել Հունանին, և արդյոք այս ամենը կվերածվի ավելի մեծ ողբերգության։ Մի բան արդեն ակնհայտ է՝ գոյամարտում սկսվել է իրական պատերազմ, որտեղ հաղթողը դեռ հայտնի չէ, բայց կորուստները կարող են շատ մեծ լինել։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում Հունանը կհասնի իր ուզածին և Ավոյից խլելով Ռոզիին ու երեխային կստանա անհրաժեշտ ստորագրությունները։ Հունանը պետք է վերադարձնի Ավոյին իր ունեցածը, թե հակառակը։ Չէ՞ որ Հունանն այդ ամենին հասել է միայն այն բանի համար, որ Ավոն չի բողոքել ու չի ասել, թե ով է սպանել իր եղբորը։ Ամենաթեժ ու հետաքրքիր լարված սերիաները դեռ առջևում են։ Բոլորն ականատես եղան, թե ինչպես Էռնան վերջապես պարզում է, որ Ավոն ոչ միայն սիրելի, այլ նաև երեխա ունի։ Հունանն ու կինը՝ Իննան, փորձում էին այսքան ժամանակ նրան բացատրել, թե ով է Ավոն իրականում, բայց Էռնան ոչ մի կերպ չէր ուզում ընդունել այդ ամենը։ Բայց հիմա, երբ հասկացել է, որ եղբայրն ու եղբոր կինն ամեն ինչ անում էին, որ նա իմանար ճշմարտությունը, արդեն կոտրված է, որովհետև այլ ելք չունի, քան հավատալ ու ներողություն խնդրել նրանց։ Բայց Ավոն հեռացել է։
Իհարկե Հունանի ձեռքերը երկար են ու ամեն տեղ հասնում են։ Նա վերջապես գտել է այն տեղը, որտեղ Ավոն թաքնվում էր Ռոզիի ու երեխայի հետ։ Արդյոք Ռոզիին իսկապես առևանգել է ու փորձելու է ստանալ ստորագրությունը ունեցվածքի հետ վերադարձի, թե Ավոն այս անգամ էլ է ջրից չոր դուրս գալու, կիմանաք ընդամենը ժամեր անց, այնպես որ բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի չկորցնեք ամենակարևորի մասին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը, սեղմեք զանգակոճակը, որպեսզի տեղեկանաք մեր նոր տեսանյութերի մասին։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ անպայման գրեք, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ դերասանի ու կերպարի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։